Ադրբեջանից հայտարարում են Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի գլխավոր պայմանը Հայաստանի սահմանադրության փոփոխությունն է։ Հայաստանի իշխանություններն էլ պատրաստվում են առաջիկայում հանրությանը ներկայացնել նոր սահմանադրության տեքստը, ընդգծելով, որ դա դեռևս տարիներ առաջ ստանձնած քաղաքական հանձնառության իրականացումն է։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Հայաստանի սահմանադրությունում առկա են դրույթներ, որոնք Բաքվի գնահատմամբ տարածքային պահանջներ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ և պետք է փոփոխվեն խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումից առաջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ անցյալ տարի Փարիզի խաղաղության համաժողովի շրջանակներում հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրում, որն արդեն նախաստորագրված է, բոլոր առերևույթ թեմաները հասցեագրված են։ 2024 թվականին Հայաստանի սահմանադրական դատարանը որոշեց, ինչը բարձրագույն մակարդակի իրավական որոշում է, որ Հայաստանի սահմանադրությունը որևէ տարածքային պահանջ իր որևէ հարևանի նկատմամբ չի պարունակում։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստում բազմաթիվ դրույթներ կան այն մասին, որ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն եւ պարտավորվում են այդպիսի պահանջներ չներկայացնել նաեւ ապագայում։ Փաշինյանը նաև ասել էր, որ եթե սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր սահմանադրությանը, կնախաձեռնվի սահմանադրական փոփոխություններ։ Այժմ էլ Արդարադատության նախարար Սրփուհի Գայլյանը խոսելով սահմանադրության տեքստի հրապարակման մասին ասել է, որ դեռ կչափվի հանրության պահանջի մեծությունը։ Դա կանեն նաև ընդդիմադիր գործընկերներ, որից հետո միայն կկայացնեն համապատասխան որոշում։ Երեք քննարկել ենք սահմանադրության տեքստը հրապարակելու հետ կապված հարցը և կարծում եմ, որ առաջիկայում ամբողջացնելուց հետո, ինչու եմ այսպես ասում, որովհետև սպասում ենք մեր որոշ գործընկերների կողմից ուղարկվելի կարծիքներին, մեզ 1 կամ 2 շաբաթ պետք կգա, որպեսզի այդ կարծիքները հավաքենք, ամբողջացնենք, ևս 1 կամ 2 քննարկում կունենանք և կորոշենք պատրաստ ենք հրապարակել, թե ոչ։ Քաղաքագետ Արեգ Քոչինյանի խոսքով գոյություն ունեցող սահմանադրությունը շատ մեծ ռիսկեր է պարունակում և փոփոխությունները իսկապես անհրաժեշտ են մեր երկրին։ Սակայն այժմ դա տեխնիկապես անհնար է իրականացնել, որքան էլ Ադրբեջանը պնդի և որքան էլ մեր իշխանությունները ուզենան դա անել։ Ներկայիս պատկերը խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, որ ի հայտ է եկել, նման հնարավորություն կարծես չի ստեղծում, որովհետև որպեսզի ռեֆերենդում կազմակերպվի, այսինքն հանրաքվե կազմակերպվի նոր սահմանադրության ընդունման նպատակով անհրաժեշտ է, որպեսզի խորհրդարանի 2/3-ը քվեարկի այդ նախագծի օգտին։ Այս իրականության պայմաններում Քոչինյանը չի բացառում, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են գտնել այլընտրանքային լուծումներ։ Դա կարող է լինել այսպես. խաղաղության համաձայնագիրը չի ստորագրվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, բայց փոխարենը մյուս բոլոր ուղղություններով մենք գնում ենք առաջ։ Այսինքն մեր երկրների միջև ստեղծվի առևտրատնտեսական որոշակի հարաբերություններ, իրարից գնումներ անենք։ Մեր երկրների միջև շարունակվի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը, սահմանը կահավորվի նորմալ, ոչ թե խրամատներ լինեն իրար դեմ, այլ նորմալ միջպետական սահման ձևավորվի։ Այդ ամեն ինչը հնարավոր է անել առանց ֆորմալ առումով խաղաղության համաձայնագիրը ստորագրելու։ Արեգ Քոչինյանի խոսքով գոյություն ունեցող սահմանադրությունը շատ մեծ ռիսկեր է պարունակում իշխանության տարբեր ճյուղերի միջև փոխզսպումների ու հավասարակշռությունների համակարգի տեսանկյունից։ Նրա կարծիքով այն ստեղծել է մի քաղաքական ճգնաժամ, որի հանգուցալուծումը տեսանելի չէ։ Մարինե Դվոյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։